Փառք Նժդեհին։ Իսկապես խառնակ ժամանակներ են ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի, այլ աշխարհի համար։ Եվ իսկապես այս խառնակ ժամանակաշրջանում եթե մենք չկարողանանք մեր եսը, մեր ինքնությունը, մեր ազնվությունը, մեր ճշմարտությունը ներկայացնել ու պահանջել մեր իրավունքը օրինական, այսինքն դրա համար հարկավոր է ազգային գլուխ։ Արդեն իսկ նաև համոզված եմ, որ ազգային հոգևոր գլուխ։ Եթե մենք այդ փոփոխությունը չանենք, հիշենք մեծն լորից խոսքերը, ասում են ներսից է փտած։ Եթե մենք ներսում առողջ լինենք, ամեն ինչ կգնա մեր ուզածով։ Պետք է այդ փտած գլուխը ներսում, որը կառավարում է թե հոգևոր, թե աշխարհիկ, այսինքն պետությունը, նրանցից պետք է շատ արագ ազատվել։ Եվ երբ ես ունկնդրեցի մի պատմություն, որը տեղի է ունեցել տասնյակ տարիներ առաջ եւ գաղտնի է մնացել, չգիտեմ ինչ պատճառներով, եւ օրերս հայագետ Սամվել Բեկթաշյանը մի հաղորդաշարի հյուր էր գնացել եւ պատմեց տասնյակ տարիներ առաջ տեղի ունեցածը մեր առաքելական եկեղեցու հետ կապված։ Ինքը ներկայանում է նաև որպես Արցախի թեմի առաջնորդ, նախկին առաջնորդ Պարքև Սրբազանի ընկեր եւ պատմում է, որ այս ամեն ինչը, որը շատերի համար կարող է սենսացիա լինել, այս ամեն ինչ տեղի է ունեցել եւ իրեն անձամբ պատմել է Պարքև Սրբազանը եւ ես հիմա այսօրվա իրողությունը, երբ որ համադրում եմ Բեկթաշյանի պատմածի հետ, ես տրամաբանական կապ տեսնում եմ եւ ուզում եմ մի փոքր անդրադառնալ, թե ինչ էր պատմում Սամվել Բեկթաշյանը եւ ես ինչ եմ պատկերացնում, իմ պատկերացումները այս երևույթի շուրջ։ Եվ այսպես հայագետը պատմում է, որ ըստ Պարքև Սրբազանի 97 թե 8 թվերին, երբ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը Գարեգին առաջին, որը մինչև Վազգեն Վեհափառի մահանալը Կիլիկիո կաթողիկոսն էր, Վազգեն Վեհափառի մահանալուց հետո ինքը եկավ օծվեց հայոց, ամենայն հայոց կաթողիկոս եւ դարձավ Գարեգին առաջին։ Այսինքն այս Գարեգին երկրորդի նախորդը։ Ասում է Գարեգին առաջինը հրավեր էր ստացել Վատիկանից, Հռոմից եւ 13 հայ բարձրաստիճան հոգեվորականների հետ, թեմական առաջնորդների հետ մեկնում է Վատիկան հանդիպումների 1997 թվականների բան է պատմում։ Հա։ Ասում է գնացինք ինչ որ հանդիպումը տեղացավ եւ երբ որ վերադառնում էինք, ասում է ինքնաթիռում արդեն որ նստել էինք ինքնաթիռում, իմիջիայլոց այդ 13 ներկայացուցիչներից 3-ն են հայաստանյան թեմի առաջնորդներ եղել, մնացած 10-ը Սփյուռքում գործող եկեղեցիների թեմական առաջնորդներ են եղել։ Էլի ըստ Սամվել Բեկթաշյանի, ասում է բաժանվեց մի պայմանագիր, որի մեջ գրված էր, որ մենք պետք է դառնանք կաթոլիկ։ Մեր եկեղեցին պետք է փոխվի դառնա կաթոլիկ։ Դե հասկանում եք, եթե դառնաս կաթոլիկ, արդեն դառնաս Հռոմի կցորդը։ Եվ այդտեղ արդեն իրար անցում է սկսվում եւ հիմնականում Հայաստանի թեմական առաջնորդները բողոքում են, ասում են ոնց թե 1700 տարի եկեղեցին պահել ենք, որ տանք կաթոլիկներին, չհասկացա, այս ինչ բան է, եւ նույնիսկ ծեծ կրտուկ է հոգեվորականների միջև ընթանում, կռիվ է լինում, ինքնաթիռի մեջ, քաշքշոց, հարվածել իրար։ Երբ որ գալիս են Հայաստան, Արցախի թեմի առաջնորդին տնային կալանք են տալիս։ Ես ասեմ, իր Արցախի թեմի առաջնորդի անձի հետ կապված, ես իրեն կողմնակից չեմ, որովհետև ինքը չափիզդուս ռուսամետ է։ Հա, բայց մարդը ընդդիմացել է Հռոմ, այսինքն կաթոլիկ դառնալուն։ Եվ ասում է, երբ որ եկանք Հայաստան, ասում է տնային կալանք են տալիս Պարքևին,
ասում են նույնիսկ երբ որ ես Շուշիից ուզում եի իջնեմ Գանձասար, ասենք եկեղեցուց, այս եկեղեցուց գնամ եմ մի եկեղեցի, ասում եմ պետք է զանգեի, թույլտվություն ստանայի կաթողիկոսից։ Այդ կարգի սահմանափակել են իր տեղաշարժը։ Այդ պահին լրագրողի մոտ հարց առաջացավ, ասես լավ, բայ եթե Գարեգին առաջինը ուզում էր Հայաստանի առաքելական եկեղեցին դարձնել կաթոլիկ, ինչը խանգարեց, որ չդարձրեց։ Մենք մինչև հիմա հայ առաքելական եկեղեցի է կոչվում։ Եվ գիտնականը պատասխանեց, որ դրանից հետո Գարեգին առաջինի լեզվի տակ ուռուցք, շարունակ ուռուցք առաջացավ եւ մարդը մահացավ։ Եվ երբ որ Գարեգին երկրորդը արդեն ձեռնադրվում էր, հենց չարաբաստիկ հոկտեմբերի 27-ին, երբ որ գլխատվեց Հայաստանի պետությունը, իրականում նա մի այլ գլուխ, նաև հոգևոր գլուխ դրցրեց, բայց դնելով իր, ինչպես իշխանությունը դարձրեց բացառապես կրեմլապատակ, նաև եկեղեցին, այսինքն հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել աշխարհիկ եւ հոգևոր գլուխների բոլշևիկացում, հա, հասկացանք, փոփոխություն մտցրեց Կրեմլը, այսինքն թե խորհրդանու կառավարությունը եւ մեր կաթողիկոսին փոխեց։ Ես հասկացա, որ հայագետ ուզում է ասի, որ այդ քաղցկեղը պատաբար չառաջացավ, այսինքն ռուսները տեսել են, որ Վատիկանը փորձում է հայ առաքելական եկեղեցին իրենց ձեռքից տանել։ Այստեղ ես այդպես հասկացա, որ այդ երկուսը սկսել են իրար դեմ կռվել եւ արդյունքում Գարեգին առաջինը մահացել է։ Եվ դրվել է բացառապես ռուսահպատակ Գարեգին բն։ Գալիս ենք մեր օրեր։ Երբ որ Արցախի պատերազմը ընթանում էր եւ ավարտվեց, մենք բոլորս չենք պատկերացնում, որ Ռուսաստանը այդ կարգի, այսինքն մենք պատկերացնում էինք, մենք դրանից 10 տարի առաջ էինք ասում, այսինքն Սարդարապատ շարժումը, նախախորհրդարանը, որտեղ կար Ժիրայր Սեֆիլյան, Վարժան Ավետիսյան, Գարեգին Չուկազյան, կարող եղել վերջ չթվարկեմ, Արապապյան, հետո ենք դարձել Սասնացրեր, հետո Բևեր։ Այդ մարդիկ ասում էին, որ թե Ռուսաստանը մեզ ինչ պետք է անի, հոկտեմբերի 27-ից հետո արդեն։ Հիմա ռուս ուղղափառ եկեղեցին սկսեց այսպես հայտարարություններ տարածել, որ բանը հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա մեր եկեղեցու կոպիտ ասած կցորդ, էլի ասած լուրեր տարածվեցին։ Իրոք կարճ տարածվեցին, բայց տարածվեցին, որ մտադիր են, էլի, որ այսինքն ձագը ուզում է իրենից ոչինչ չներկայացնող ռուս ուղղափառ եկեղեցին համաշխարհային ճանաչում ունեցող հայ առաքելական եկեղեցուն դարձնի իր կցորդը։ Նույնը Վատիկանը, բայց մենք գիտենք, որ կաթոլիկ հետևորդները 1.7 միլիարդ են աշխարհում, էլի, ասենք Հայաստանի առաքելական եկեղեցու պես մի քանի միլիոն չեն, բայց եւ առաջինը մենք ենք։ Եվ այս քաշքշոցը, որ եկեղեցին ձեռքներից ստանեն, հայ առաքելական եկեղեցին մնացել է առաքելական, բայց գլուխը թշնամա հպատակ է, թե նախկինում, թե հիմա։ Մենք խնդիր ունենք ազգայնացնելու վերջնականապես եկեղեցին, բայց դա չի կարող անի Նիկոլը, որովհետև Նիկոլի նպատակը այլ է, արդեն այս վերջի Հռոմ այցելություններից հետո, Ալիևի Հռոմ այցելությունը, դրանից հետո հետ Նիկոլի այցելությունը հասկանալի է դառնում, որ դեռ Ռուսաստան, Կրեմլ, Վատիկան այս կռիվը գնում է հայ առաքելական եկեղեցու շուրջ, որովհետև երբ որ Ալիևները գնացին Հռոմ պայմանավորվեցին, դրանց հետո որ Նիկոլը գնաց, մենք տեսանք Նիկոլին ոնց ընդունեցին, ուղղակի որպես շարքային ինչ-որ մի բան ընդունեցին Վատիկանում։ Եվ չի բացառվում, ենթադրում եմ, որ Ալիևը Հռոմ պայմանավորվել է, դե ինքը ընդհանրապես իր հաջողությունները ամբողջությամբ ապահովել է Ռուսաստանը, բայց քանի որ Ռուսաստանը հիմա սարսափելի վիճակում է, Ալիևը հասկանում է, որ եկեղեցուն էլ չի կարող իրեն պահել, հայ առաքելական եկեղեցուն Կրեմլը, ինչպես իշխանություն, ինչպես պետությունը չի կարողանալու իրեն պահել, եկեղեցին էլ չի կարողանալու պահել, եւ նա ուզում է Վատիկանի ազդեցություն օգտագործել հայ առաքելական եկեղեցուն ոչնչացնել։
կապ չունի ինքը եթե ըստ իր պլանի թե Հայաստանի տարածքին իմիջայլոց արևմտյան Ադրբեջան թեզը Նիկոլը համահեղինակներից մեկն է, ես նախկինում ասել եմ, արևմտյան Ադրբեջան թեզի համահեղինակներից մեկը Նիկոլն է։ Երեք հայտարարություն արել, որ ես պետք է առաջարկեմ Ալիևին, թող ինքը արևմտյան Ադրբեջանը չխոսի, մենք էլ Արցախից։ Այսինքն Արցախին հայկական պատմական բերեց հավասարեցրեց արևմտյան Ադրբեջանը, միսու արուն տվեց Ադրբեջանին արևմտյան, հասկանում եք, այս սրիկայությունը, այս վիժվածքի, սա արդեն առանձին խոսալու թեմա է, դրան հետո հաջորդ եթերներում կանադառնանք, ուղղակի ընթացքում հիշեցի։ Եվ ինչ է տեղի ունենում։ Նիկոլի անխնա հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա։ Անխնա ստորացում, վարկաբեկում, բացահայտ։ Ասենք դա ներսի խնդիր է, պետք է ներսում զուսպ, ծածուկ։ Ես ձեզ ասեմ, Վատիկանի այդ կարդինալներ կլինեն, չգիտեմ ինչ օգերականներ կլինեն, նրանք սրբեր չեն։ Նրանք ավելի սրբապիղծ են, շատ կներեք, քան մեր հոգևորականները։ Բայց այնտեղ այդ մասին, որից է մեկը չի բարձրաձայնում։ Նրանց մասին անգամ ֆիլմեր կան նկարած։ Նրանց թե կանանց կուսանոցների, թե տղամարդկանց կուսանոցների մասին։ Շատ կներեք անգամ պորնոֆիլմեր են նկարել։ Դե, չկա ծուխ առանց կրակ։ Ինչ է տեղի ունենում։ Այսինքն Նիկոլը եւ Գարեգին երկրորդը եկեղեցին հալածում են, որպեսզի դրսի ուժերը կարողանան այս մեր թուլությունից օգտվելով եկեղեցուն հյուծեն։ Մեր եկեղեցին բացի իր բարի համբավից նաև ժառանգություն ունի։ Սրա մասն էլ հետոյի խոսալու թեմա է։ Եվ մեր հայագետին, այսինքն Սամվել Բեկտաշյանին, երբ որ լրագրողը նորից հարց ուղղել, հերթական հարց ուղղեց, ասեց, լավ, ի՞նչն է պատճառը, ինչ է ուզում մեզանից Վատիկանը, լավ։ Ասեց, օրինակ բերեց, դա էլի հիմնավոր պատճառ կարող է հանդիսանալ, օրինակ բերեց, որ երբ որ այդ հարության տոնին, չէ, երբ որ ճրակալույսը, չէ, որ բանը եկեղեցին լույս է, չէ, բաժանում մարդիկ գնում են եկեղեցուց այդ կրակը վերցնում են, այսինքն Քրիստոսի հարության նախորդ օրը, հա, եթե պետք է վաղը արդեն զատիկը տոնենք, դրա առաջի օրը, նախորդ օրը գնում են եկեղեցի եւ լույս են տանում տուն։ Այդ նույն գործողությունը արվում է Երուսաղեմում։ Ու այդ կրակը եկեղեցուց դուրս բերելու, որ ամբողջ աշխարհը տանի քրիստոնյաները, դրա ասում է միակ, որ ասում է բանը, մոնո իրավունքը ունի մենակ հայը։ Հայ առաքելական եկեղեցին է այդ կրակը մտնում, սպասավորն է մտնում, կրակը դուրս է բերում, կաթոլիկները, ուղղափառները, այնտեղ պատի տակ սպասում են, թե երբ հայերը պետք է կրակը դուրս բերեն, որ նրանք վերցնեն, տանեն աշխարհով մեկ սփռեն։ Այսինքն մենք ունենք որպես քրիստոնյա, համայն քրիստոնյա աշխարհում առավելություն։ Սա էլ է առաջինը լինելու, սա էլ է փառք ու պատիվ։ Բայց նաև բացի այս երևույթը կան նաև հարստության խնդիր։ Բայց Վատիկանը իսկապես ասում է շատ ծանր է տանում, որ ինքը պատի տակ սպասում է, որ հայ հոգևորականը կրակը ներսից դուրս բերի, որ նոր իրենք առնեն, տանեն, տարածեն ամբողջ աշխարհով մեկ։ Ուրեմն, երբ որ ես այս ամեն ինչը համադրում եմ, հասկանում եմ, որ շատ կարևոր է, որ թե հոգևոր առաջնորդը եւ թե աշխարհիկ ղեկավարը լինեն ազգային։ Տեսեք, վերջերս Նիկոլը մի ուրիշ քարոզ է անում, ասում է, մենք ինչպես դարձանք քրիստոնյա եւ բացատրում է, որ Տրթատ երրորդին ինքը ուզեց դառնալ քրիստոնյա, դրա համար մենք դարձանք քրիստոնյա։ Ինքը ուզում է մի բան սերմանի, որ երկրի ղեկավարն է որոշում կրոնը, ինչպեսին լինի, երբ լինի թե չլինի։ Հասկանում եք։ Ու ասում է շեշտում է, որ Տրթատ երրորդը որոշեց, որ լինենք քրիստոնյա։ Այսինքն Տրթատ երրորդի որոշելիքն էր։ Հիմա էլ ինքը ուզում է իրեն դա վերագրի, որ եթե ես որոշեմ էլ չլինենք քրիստոնյա, դա պետք է լինի օրենք։
Բայց ինքը մի բան շփոթում է, որ արքաների ժամանակ պետությունը համարվել է արքայի սեփականությունը։ Արքան վեր է եղել օրենքից, սահմանադրությունից, դե սահմանադրություն չկա, բայց համարենք ամենաբարձրագույն օրենքից, կարգ ու կանոնից։ Պետությունը եղել է արքայի սեփականությունը։ Արքան անգամ կարող էր մի ամբողջ նահանգ նվիրել, ասենք օժիտ տար իր աղջկան ամուսնացրել հարևան թագավորության ինչ-որ մեկի հետ, օժիտ հետը տար, ասել այս շրջանը քեզ հետ տարընդեղ քեզ օժիտ եմ տալ։ Օրինակ։ Բայց դու ջիվախ դու խաբեությամբ վարչապետ ես դարձել, որը ընդհանրապես 5 տարի է կառավարում, եւ դրանից հետո կարող է չկառավարի։ Դու երկրի սեփականատերը չես։ Դու որոշումներ կայացնելու իրավասություն չունես ազգի անունից։ Դու մեկընդմիշտ իմացի, որ քո պատիժը ամենադաժանն է լինելու։ Ամենադաժանն է լինելու։ Մելիք Ֆրանգյուլին դու երազելու ես, երանելու ես տալու։ Ու քո թիմակիցները։ Եվ այստեղ նաև դες Բագրատունյանց տունը ոնց անկում ապրեց Հայաստանը, որ վերացավ։ Նորից եկեղեցին արքայի զավակները իրար հետ չհաշտվեցին, կիսեցին երկիրը, հետո կտակեցին վյուզանական կայսրին, հետո մեռան, հետո խնդիր առաջացավ, հետո կաթողիկոսը վազելով Պետրոս գետադարձին տարավ բանալիները անի հանձնեց, ընդեղ եկավ մի հատ սքո պատարակ սարքեց, թաղեց անին, չգիտեմ ինչու։ Մենք նման հոգևորականներ ենք ունենում, նման երբեմն իրավիճակը չհասկացող կամ թշնամուն տրվող ղեկավարներ, արքաների դեպքում ինչ որտեղ, դե իրենք իսկապես պետության տերն էին, իրավասություն ունեին, եթե բախտներս չէր բերում արքայի, ասենք, հայրենասեր չէր լինում, ասենք ուղղակի լինում էր, չգիտեմ, այլ մոլուցքների սիրահար, երկիրը տուժում էր։ Ասենք Աշոտ Երկաթը 15 տարի ձիուց չիջավ եւ ժառանգ չունեցավ, ինքը ստեղծեց պետություն, որ իր եղբոր զավակները 100 տարի անփորձանք օգտագործեցին այդ պետությունը։ Հետո չհասկացան իրենց թորները ծորները իրար եւ կիսեցին, փչացրին, ավերեցին, գնաց։ Ինչ եմ ուզում ասել, որ անկախ այն բանից Գարեգին երկրորդը ինչ հանցանքներ է կատարել, Նիկոլը ինչ հանցանքներ է կատարել, Ռոբերտ Քոչարյանը ինչ հանցանքներ է կատարել, Սերժիկը, Լևոնը, սրանք իրոք հանցագործներ են։ Եկեք մենք եկեղեցուց դուրս սրանց հարցը լուծենք, չկապենք եկեղեցու հետ։ Այն որ գնում է պատարակի, կեղծ պատարակի, այն որ չուլանոց անվանեց եկեղեցուն, բայց գնում է չուլանոցում ճակերտների մեջ։ Ծնկի է իշնում, իբր հավատավոր է։ Այս աղվեսի նպատակը հայ առաքելական եկեղեցին վերացնելն է։ Որդի պես մտնում է ներս ու քանդում քայքայում է։ Սրա ծնկի իշնելուն, սրա սրտիկներին, Քրիստոսն իմ սիրտն է, կրոնը ես իմ ինչն է, երբեք։ Այն ինչ որ անում են սա ու Ալիևը, այն ինչ որ անում ես վերջերս, սա արդեն զգացնել է տալիս սրա նպատակը։ Երբեք չտրվեք եկեղեցուն վարկաբեկելու որից է մեկի Գարեգին բեին, չգիտեմ Գարեգին առաջին կլինի, Նիկոլ կլինի, Սերժիկ, Ռոբերտ, դրանց եկեղեցու հետ եւ հայկական պետության հետ չկապեք։ Ոչ պետությունն է մեղավոր, ոչ եկեղեցին, մեղավոր են անհատները։ Խոհեմ եղեք։ Չպետք է պարակտվենք ոչ հոգեպես, ոչ աշխարհիկ դաշտում։ Մեր մտածելակերպով պետք է մենք մնանք միատար, միասեռ հայ։ Մնանք խաղաղությամբ։